Ռուսաստան, որ նշեցիք, ռուսական ազդեցությունը իսպար վերացել է Կովկասում։ Ոչ, իսպար չի վերացել եւ բնականաբար չի վերանա, առնվազն ռազմաբազաներ կան Աբխազիայում եւ Օսիայում, բնականաբար նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում, ուղղակի Ռուսաստանը ես նորից եմ ասում լրջագույն խնդիրներ ունի։ Տեսեք, բանը հասել է նրան, որ դնում եւ միջազգային ամենաբարձր մակարդակում քննարկում են, թե եթե տամահավքներով հարված են Ռուսաստան ինչ կլինի։ Եվ ստիպված Պուտինն էլ ասում է ոնց թե, ասենք, չի ասում, ոնց թե հարված են։ Ասում է, եթե հարված են, մենք մեր հակոդային պաշտպանությունը կուժեղացնենք։ Այսինքն հարվածի փաստը, որ ենթադրենք 20-30 տարի առաջ ասային, եթե մենք հարված են մեզ, ի վերջո տամահավքը նաև ատոմային մարտագլխիկ կարող է ունենալ, թեև բարձը չեն կիրառի, բայց տեսականորեն կա վտանգ, որ այդ մասսական հարվածների մեջ կարող է մեկ, չգիտեմ, ինչ-որ բան լինի։ Այս պայմաններում Ռուսաստանը ընդհանրապես ասում է մենք մեր հակոդային պաշտպանությունը կուժեղացնենք, հասկանում եք։ Իսկ ուկրաինական ճակատում նայում ես սառած վիճակ։ Լավ, մեկ շաբաթը մեկ հայտարարում են, որ մի հատ գյուղ ենք գրավել, այդ գյուղն է քարտեզի վրա նայում ես ավերակների կույտ, մի 10-20 տուն, որի հիմքերն էլ նորմալ չեն երևում։ Ուղղակի պաշտոնական Մոսկվան թեմայից թեմա ենք անցնում, պաշտոնական Մոսկվան համառում է, քանի որ լավ հասկանում է, որ եթե կանգնեց իր պարտությունն է ֆիքսվելու ռազմավարական, բայց դե առաջ գնալն է ռիսկների հետ է կապված։